2024-ի աշնանն էր, երբ բուժակ Ռուբիկի մոտ հազ ու ոսկորների ցավ սկսվեց, ուղեկցվելով բարձր ջերմությամբ ու թուլությամբ։ Դիմեց աշխատավայր Ստեփանավանի բժշկական կենտրոն, հետազոտվեց, ուղեգրեցին Երևան Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն։ Կրկնակի ստուգումներն ու ոսկրածուցի պունկցիան ցույց տվեցին 28-ամյա տղայի մոտ սուր լեյկեմիա է, արյան քաղցկեղ։ Որոշում կայացվեց հոսպիտալացնել բուժակին և սկսել քիմիոթերապիան։ Բուժաշխատողը լավ գիտեր ինչ հիվանդություն է, բայց հոգեպես հաշտ չէր այդ իրականության հետ։ Երբ առաջի անգամ լսում ես, թվում է, որ կյանքդ կանգ առավ մի րոպե, ելք չկա, նման մտածելակերպ, միանգամից վատն ես մտածում, սակայն չգիտեմ, դա տևել է երևի մի քանի ժամ։ Բայց լինելով բուժաշխատող էլի տենց էիք մտածում։ Հա, պատկերացրեք, հա, որովհետև ես մի անգամ ասեցի, որ բուժաշխատող լինելը խանգարում է, քանի որ դու տիրապետում ես նյութին։ Եթե դու չտիրապետես, գուցե այդքան խորը չմտածես։ Քիմիոթերապիան արդյունք չտվեց, ամռանը չարորակ հիվանդությունը կրկնվեց, միակ լուծումը ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումն էր, սակայն բժիշկը երկմտում էր, քանի որ բուժարուն նաև ուղեկցող հիվանդություն, սնկային թոքաբորբ ուներ։ Ակտիվ այդ թոքաբորբով ալոգեն փոխպատվաստումը ավելի շատ ռիսկ է բերում հիվանդին կորցնելու, քան նրան փրկելու եւ այնպես ամեն ինչ դասավորվեց Փառք Աստծո, որ նրա սնկային թոքաբորբը մեծամասամբ նահանջեց եւ չնայած հետո տարբեր բարդությունների պատճառ դարձավ, բայց մենք կարողացանք նրան մտցնել ալոգեն փոխպատվաստման։ Ռուբիկը երեխաներ, քույր կամ եղբայր չունի, դոնոր գտնելու համար պետք է մեկներ արտասահման, չէր ցանկանում։ Վստահ էր, այստեղ էլ կհաղթահարի հիվանդությունը։ Դոնոր ի վերջո գտնվեց, Ռուբիկի եւ մորաքրոջ տղայի տվյալները համընկան եւ կատարվեց ոսկրածուծի ալոգեն տրանսպլանտացիա, սակայն պայքարը չավարտվեց, նոր խնդիրներ առաջացան։ Փոխպատվաստումից հետո բուժարոյի իմունիտետը զրոյացել էր, որը բերել էր ինֆեկցիոն բարդությունների։ Բացի այդ, խցանվել էին լյարդի սինուսիդային գերակները, ինչը խոչընդոտել էր արյան բնականոն հոսքը օրգանից, առաջացնելով վենոօկլյուզիվ հիվանդություն։ Սա համարվում է ամբողջ բժշկության ամենաբարդ, կոպիտ կլինի ասել, բայց ճիշտ կլինի ասել հակաֆիզիոլոգիական միջամտություններից, այսինքն շատ խառնվում ես օրգանիզմի ֆիզիոլոգիային, շատ խախտում ես օտար մարդու իմունիտետ ներդրում եւ փորձում ես ապրացնել այդ մարդու օրգանիզմում եւ ինքը համարվում է շատ ռիսկային միջամտություն ամենազարգացած երկրներում։ Վերջի 2-3 տարիների ընթացքում մենք տարեկան մոտավորապես 50-ից 60 փոխպատվաստում ենք իրականացնում, ոսկրածուծի փոխպատվաստում ենք իրականացնում մեր բաժանմունքում։ Այս տարի ինտենսիվությունը բավականին ավելի բարձր է, քանի որ մենք շատ ենք սկսել իրականացնել նաև ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, նախկինում մենք մեծամասամբ իրականացնում ենք ոսկրածուծի աուտոփոխպատվաստում, սակայն փորձի ձեռքբերման հետ միասին մեր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատելու հետևանքով մենք սկսել ենք իրականացնել մեծ քանակի արդեն ալոգեն փոխպատվաստումներ։ Ռուբիկի տրանսպլանտացիայից անցել է շուրջ 190 օր, ինչը նշանակում է ծանր բարդությունների առաջացման ռիսկը հաղթահարված է։ Երիտասարդ բուժակը դեռևս տարի ու կես կգտնվի կոլեգաների հսկողության տակ ու պարբերաբար կհետազոտվի։ Բժիշկների լավ ու պրոֆեսիոնալ վերաբերմունքի շնորհիվ ես շատ արագ եմ փորձում հաղթահարել ցանկացած դժվարություն, բնականաբար հին խնդիրները չկան, կան մի շարք հետ փոխպատվաստումային խնդիրներ, բարդություններ, որոնք հաղթահարվել են եւ դեռևս օրգանիզմս վերականգնման փուլում է։ Ասում է, երկամյա պայքարի հաջողության գրավականը թիմային աշխատանքն էր։ Անհամբեր է վերադառնալ աշխատավայր, որտեղ շատ անելիքներ ունի։ Իր համար բուժառուների կյանքն ամենաթանկն է։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։